60,000 տոննա ապրանք է եկել գնացել Երևան-Բաքու առևտրի շրջանակում։ Վերջերս խաղաղության նախաստորագրման առաջին տարվա առթիվ միասնական տեքստով Հայաստանի, Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի կառավարություններից էին հայտնել, դետալների մեջ չխորանալով ու առանձին տվյալներ չհրապարակելով, թե կոնկրետ Բաքվից որքան ապրանք է Երևան հասել եւ այստեղից մեր երկրից Ադրբեջան որքան ուղարկվել։ Փոխարենը Ադրբեջանի պետական մաքսային ծառայություններից գումարային արժեքով էին ավելի վաղ տեղեկություններ հանրայնացրել, նշելով, որ Հայաստանից միայն $960 համարժեք ապրանք են ներկրել, այն էլ ավելի ուշ պարզվեց դրանք հոլանդական վարդեր են եղել, որոնք դեպի Բաքու ճանապարհին կտրել էին Հայաստանի տարանցիկ գոտին։ Ապրանքների փոխադարձ առևտրի մասին օրակարգը կա եւ համոզված եմ առաջիկայում նաեւ Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան։ Կոնկրետ ժամկետներ չի հստակեցնում Փաշինյանը, նաեւ չի նշում, թե Հայաստանից Ադրբեջան ինչ ապրանքատեսակների արտահանման հարց կա այսօր այս երկխոսությունում, ընդ որում սա այն դեպքում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ տարեսկզբից ցանկեր էին փոխանակել, հասկանալու թե հատկապես ինչը միմյանց կհետաքրքրի մյուս շուկայից, եւ թե պետ անցնող ամիսների ընթացքում խմբականակի հետևից Երևան էին մտնում ադրբեջանական ապրանքները, Բաքվից այդպես էլ որևէ պատվեր հայկական շուկա չհասավ։ Կոնկրետ հայտ եղել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել փայլատի թղի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլատի թղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է, այսինքն ամենաերկար բանակցությունը, որ գնացել է, այսինքն ցանկերը փոխանակվելուց հետո դա եղել է, որ այսինչ հաստության փայլատի թղը մեզ հետաքրքրում է։ Պապոյանի մատնանշած ցուցակում ընդգրկված ապրանքները, որը Հայաստանը պատրաստ էր առաջարկել ադրբեջանական շուկային, հենց փայլատի թղներ էին, այլումին, ֆերոմոլիբդեն, միրգ բանջարեղեն առանձին տեսակի խմիչքներ, ինչպես նաև տեքստիլ արտադրանք։ Եվ այն, որ այս ցանկից ադրբեջանական կողմը դեռ հապաղում է որևէ գնում կատարելու հարցում, ըստ մասնագետների, սա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ենթատեքստ ունի։ Ադրբեջանի իշխող նախագահ Ալիևը մտածում է, որ հայկական ապրանքներ ներմուծելու պարագայում կարող է երկրի ներսում սուր քննադատության արժանանալ եւ այսպես ասած չակերտավոր հայրենասիրել իրեն ձևացնում, մտածելով, որ դա կդիտվի, որ հայրենասեր նախագահը թույլ չի տալի թշնամու երկրից ապրանքներ ներկրել կամ թշնամի երկրին տնտեսական օգուտ տա։ Ինքը պատրաստ է թույլ տա, որ հայ գործարարները գան Ադրբեջանից ինչ-որ ապրանք գնեն եւ Հայաստանում վաճառեն, բայց իրենք շահագրգռված չեն, որ հայկական ապրանքը գնա ադրբեջանական շուկա։ Իսկ հայ գործարարները, որոնք Ադրբեջանի հետ տնտեսապես կապված կլինեն, Բաքվի համար սա ուղիղ հնարավորություն է մտնել Հայաստանի քաղաքական նաև դաշտ, որովհետև այդ գործարարները իրենք լինելու են Ադրբեջանի շահերի լոբինգ իրականացնող եւս մեկ գործիք։ Առևտուրը հայ-ադրբեջանական սահմանին հաստատված խաղաղության վկայություններից է, պնդում են հայաստանյան իշխանությունները։ Սակայն փորձագիտական վերլուծական համայնքում չեն կիսում այս կարծիքը։ Մասնագետների հարցը մեկն է. արդյոք խաղաղությունը միակողմանի է։ Եթե Երևանի Եվրոպական միության ուղղությամբ քայլելու որոշումն ընդունելուց հետո Մոսկվան Հայաստանի իշխանությունների առջև պահանջ էր դնում տրամաբանական, հետո արդեն նաև հնարավոր սեղմ ժամկետում հանրաքվե անցկացնել, ապա հիմա արդեն չնայած պաշտոնական Երևանի մերժողական կեցվածքին, Ռուսաստանից նույնիսկ վերջնաժամկետներ են հստակեցնում։ Դաշնության փոխարտգործնախարարը օրերս էր հայտարարել, Հայաստանի ժողովրդի վերջնական որոշմանը կսպասեն մինչև տարեվերջ։ Ակնկալում են ամենաուշը դեկտեմբերին մեր մայրաքաղաքից պատասխան ստանալ։ Մնում ենք Եվրասիական տնտեսական միությունում, թե ճանապարհ ընկնում դեպի Եվրոպա։ Ռուսաստան ասում է դուք ԵԱՏՄ-ում մնում եք, այնքանով որքանով որ ձեզ հարմար է, միջև նախապատրաստական աշխատանքներ անեք ու գնաք դեպի Եվրոմիություն, այսինքն դուք մեր հաշվին աստորեն ձեր համար փափուկ հարց եք ստեղծում, որ խնդիրներ չեն, բայց դուք գնալու եք։ Դե եթե գնալու եք, բերեք հիմա գնացեք, բերեք հանրաքվե արեք, որպեսզի ժողովուրդը որոշի, եթե ԵԱՏՄ եթե գնում, թե Եվրոմիություն է գնում։ Այն, որ Երևանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական եւ եվրոպական միությունների միջև, այն, որ միաժամանակ երկու աթոռի վրա նստել հնարավոր չէ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունից հայտարարում են, թե գիտեն օրենքի ուժով դեպի արևմուտք շարժվելու մեկնարկն ազդարարելու առաջին իսկ պահից, բայց քանի դեռ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու տեխնացուի կարգավիճակ անգամ չունի, ԿՊ իշխանությունն ասում է, այստեղ ենք ԵԱՏՄ-ում, թեպետ այն ըստ Փաշինյանի հիմա նույնիսկ չի էլ գործում։ Իրենք ակնկալում են, որ մենք հիմա կատարենք ընտրություն երկու այլ ընտրանքների միջև։
Մենք ասում ենք, եւ ես էլ իմ ելույթում հատում, ասում ենք մենք քանի դեռ այն երկրորդ այլընտրանքը ձևավորված չի, մենք չենք կարող ընտրություն կատարենք։ Ես ասում եմ հիմա մենք ո՞նց հանրաքվե անենք Հայաստանը Եվրամիություն թե ԵԱՏՄ, որովհետեւ հանրաքվե անելու համար պետք է նախընտրական քարոզարշավ անել, չէ՞։ Այդ նախընտրական քարոզարշավի ժամանակ մարդիկ հարցեր են տալու, չէ՞։ Այդ երկրորդ այլընտրանքը գոյություն չունի։ Այս մասին էլ գիտեն Մոսկվայում, բայց սա էլ չի ստիպում հրաժարվել Երևանի առջև դրված հանրաքվեի պահանջից։ Փոխարտգործնախարար Գալուզինը նույն հայտարարության մեջ հուշել էր նաև այն ձևակերպումը, որ ըստ իրեն պետք է լինի Եվրամիություն ԵԱՏՄ հանրաքվեի դրված հարցը, հրաժարվել ԵԱՏՄ անդամակցությունից հանուն Եվրամիության անդամակցության ոչ այնքան ակնհայտ հեռանկարի։ Շատ հավանական է, որ այդ ժամկետը թույլ չտան ԵԱՏՄ երկրները իրենց հաշվին ժամկետ ձգելու եւ կարող են շատ հանգիստ որոշակի որոշումներ ընդունել Հայաստանի անդամակցության հետ կապված։ Կարող են սառեցնել։ Ոնց որ Հայաստանը սառեցնում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, նրանք էլ կարող են որոշել, որ սառեցնում են Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, մինչև Հայաստանի իշխանությունները որոշեն, որ ուղղությամբ են իրենք ինտեգրվում։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ կապված կառույցի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումն անհրաժեշտ է ընդունել ողջամիտ ժամկետում։ Այստեղից էլ փաստացի օղակը սեղմում են, ըստ մասնագետների, մոտ է նաև Հայաստանին վերջնագիր ներկայացնելու պահը։ Ադրբեջանական գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դիմել է բոլոր իրավապաշտպաններին եւ բարի կամքի մարդկանց։ Լրատվամիջոցներից մեկին աուդիո հաղորդագրություն է փոխանցվել Դավիթ Բաբայանի ընտանիքի միջոցով։ Խոսելով հայերի դատավարության մասին, Բաբայանը ձևակերպել է, թե սա մի թատրոն էր, որի սցենարը գրված էր նախորոք։ Նույնիսկ չհամարձակվեցին տարրական սխալները շտկել։ Օրինակ, վերջին նիստում ներկայացնելով ներկաներին, երբ թողեցին այդ վճիռները ուժի մեջ, իմ պաշտպաններին ներկայացրեցին 5 կազմով այն դեպքում, երբ նրանք փոխվել էին այս դատավարության ժամանակ, այսինքն ոչ միայն հարկ չհամարեցին ստուգել, այլ նաև չհամարձակվեցին փոխել նախորոք գրված սցենարը, նույնիսկ շտկել այն սխալները, որոնք այնտեղ կան։ Բաբայանը ուղերձում շեշտում է, որ սա զուտ ֆորմալ մի փուլ էր, որը պետք է անցնեինք, որպեսզի հետագայում այն օգտագործենք միջազգային դատարան դիմելու համար։ Ուրեմն քաղաքացիներ չէին մասնակցում, մասսա չկար այսպես հանրության ներկայացուցիչներ, այն դեպքում երբ որ առաջի աջային դատարանում մոտ 200-300 հոգի ամեն անգամ ներկա էին։ Իհարկե նրանք բոլորը սելեկտիվ ձևով էին, ուրեմն բերվում այնտեղ հատուկ ավտոբուսներով, մենք տեսնում էինք դա։ Բացի դրանից ըստ որոշ տվյալների նաև լավ արձատրում էին իրենց, բայց այս անգամ չկար ոչ մեկը, ինչի որովհետև նրանք երևի տեսնում են պատճառներից մեկը այն է, որ ինչպիսի չարաշահումներ են կատարվում այնտեղ, տեսնում են իրենց կողմի թույլ դիրքերը, մեր ինքնապաշտպանությունը եւ մեր համառությունը եւ այդ ինքնապաշտպանության որակը եւ բնական այս ամենը ներթափանցում է նաեւ իրենց հասարակություն, ուզած չուզած, հետեւաբար արգելել են այդ մարդկանց մասնակցությունը։ Այն շատ հետաքրքիր է, որ այնպիսի գաղափարներ են շրջանառության մեջ դրում, որ անհնարին է ուղղակի դա պատկերացնել։ Գործադիրը որոշել է Հայաստանում 400 տոննա թզի եւ դեղցի 3000 տոննա մթերման համար 425 միլիոն դրամ փոխհատուցում տրամադրել։ Փոխհատուցումը կտրամադրվի հետեւյալ կերպ՝ վերամշակման նպատակով Սյունիքի մարզից մինչև 400 տոննա քանակությամբ մթերվող թզի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 125 դրամ, վերամշակման նպատակով Հայաստանի տարածքից մթերվող դեղցի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 125 դրամ։ Զբոսաշրջային ոլորտի ընկերությունները այսուհետ ստիպված են լինելու ավելի թափանցիկ աշխատել։ Կառավարության ընդունած որոշմամբ ստեղծվելու է զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տվյալների շտեմարան։ Ընկերությունների ղեկավարները ԵՍ-մ համակարգով պարտավոր են լինելու գրանցվելու հատուկ հարթակում եւ իրենց գործունեության մասին ծանուցել պետությանն ու սպառողներին։ Ծանուցումը պարտադիր է լինելու զբոսավարների, ուղեկցորդների, տուրօպերատորների, տուրիստական գործակալների եւ հյուրանոցային ծառայություններ մատուցողների համար։ Հարթակում հյուրանոցները պետք է ֆիքսեն համարների եւ ննջարանների քանակը, ինչպես նաեւ ամրագրեն տվյալները, իսկ տուր օպերատորներն ու գործակալները իրենց ծառայությունների աշխարհագրական ուղղությունները։ Ծանուցում չներկայացրած ընկերությունները ենթարկվելու են պատասխանատվության։ Պրոցեսը վերահսկելու է պետական եկամուտների կոմիտեն։
Շատ բողոքներ ստանում էր զբոսաշրջության կոմիտեն, ոլորտում ոչ հավասար մրցակցային դաշտի ստեղծման, շատ տնտեսավարողներ, որոնք աշխատում էին բոլոր պայմանները պահպանելով, օրենսդրական բոլոր պահանջների պահպանմամբ, իրենց կողքին տեսնում էին այլ ծառայություններ մատուցողների, որոնք առանց պետական գրանցման, առանց հարկեր վճարելու, առանց աշխատողներ ունենալու կարողանում էին նույն ծառայությունները մատուցել եւ ավելի շատ եկամուտներ ունենալ։ ՊԿ արձանագրել է հուլիսին 269 ՀԴՄ խախտում, 69 չձևակերպված աշխատողի դեպք եւ 23 անկանխիկ վճարումների խախտում, ընդհանուր 144.5 միլիոն դրամի տուգանքով։ Խախտումների մեծ մասը գրանցվել է առևտրի, հանրային սննդի, շինարարության եւ ծառայությունների ոլորտում։ ՊԿ հորդորում է հարկ վճարողներին պահպանել օրենքի պահանջները եւ ապահովել հարկային կարգապահություն։ Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Երևանում Եվրամիության գրասենյակի դիմաց, արդարադատությունը չպետք է լինի քաղաքական հաշվեհարդար, ոչ բռնապետությանը, ազատություն քաղբանտարկյալներին պաստառներով ու կալանավորվածների նկարներով նրանք պահանջել են աջակցել Հայաստանում իրենց ձևակերպմամբ քաղբանտարկյալների ազատ արձակմանը։ Հրազդանի մեծ կամրջի նորոգման աշխատանքները շարունակվում են, առաջնային նպատակը անվտանգ երթևեկության վերականգնումն էր, այնուհետև կառույցի շինարարական աշխատանքները ոչ երթևեկերի գոտի տեղափոխելը։ Գործընթացը շարունակվում է կամրջի թռիչքային կամարի եւ հենարանների վնասված հատվածների ամրացման ու վերականգնման, թուջե բազրիկների վերականգնման եւ մի շարք այլ ուղղություններով։ Ամբողջական նախագիծը կավարտվի մինչեւ տարեվերջ։ Ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Օգոստոսի 19-ին Գազ 53 բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 7/7-ի։ Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ վրաերթի ենթարկվածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Գեղարքունիքի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակու Սարիբեկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի գլխավորությամբ։ Բարեկները ռեանիմոբիլներին ուղեկցել են դեպի Գեղարքունիքի մարզից մինչև Կոտայքի մարզ, որպեսզի ճանապարհին խոչընդոտներ չլինեն։ Որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։ Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունից հաստատել են, որ Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին դեռևս չպարզված հանգամանքներում քաղաքացու վարած Գազ 53 մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվածները զինծառայողներ են, որոնցից մեկը զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը մահացել է։ Մյուս զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժ անձնակազմի հսկողության ներքո։ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում օգոստոսի 19-ին Երևան Արմավիր ավտոճանապարհին Մայիսյան գյուղի վարչական տարածքում բախվել են Կիան եւ Գազ 3108-ը։ Կիան հայտնվել է ծառերի մեջ, իսկ Գազ 3108-ը գլխի վայր մետաղե ջարդոնի վերածված հայտնվել է երթևեկելի գոտում։ Օպերատիվորեն ժամանած Արմավիր շտաբօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Արմավիրի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ եւ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության ծառայողները, վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ եւ Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։
Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։ Մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել օգոստոսի 19-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում ապայի ուշանալու պատճառով։ Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ նշված ճանապարհին տեղի են ունեցել 2 ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Առաջին պատահարի հետևանքով տուժածներ կային, երկրորդ պատահարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկային։ Սակայն պարեկները սպասել են մինչև կժամանեն ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Նրանց ուշացման պատճառով հսկայական խցանում է առաջացել։